Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն նորից եթերում է եւ իհարկե նախ ողջունում եմ մեր բոլոր այն հեռուստադիտողներին, որոնք սովորականի պես միշտ մեծ հետ են մեր կողքին, ովքեր սպասում են Փակ TV ամենօրյա եթերին։ Գիտեք, այսօր էլ մենք շատ այսպես հոգեարազատ մի անձնավորության ենք հյուրընկալել մեր ճանաչված հայտնի իրավապաշտպաններից մեկին, փաստաբան Լև Գրուկ փաստաբանական խմբի տնօրեն Լևոն Բաղդասարյանն է մեր տաղավարում։ Բարև ձեզ, պարոն Բաղդասարյան։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան։ Շատ ուրախ եմ, որ նորից մեզ հետ եք եւ պիտի ասեմ, որ ամեն անգամ երբ դուք գալիս եք տաղավար, մենք միշտ խոսելու ու ասելու քիչ բան չենք ունենում։ Տեսեք, ես պիտի շեշտեմ, որ դուք արդեն բավականին տևական ժամանակ է ինչ աջակցում եք հայ մշակույթին եւ մասնավորապես Փակ TV-ի մշակութային ծրագրերին, ինչի համար մենք անչափ շնորհակալ ենք եւ կարծում եմ նոման համագործակցությունը առաջիկայում էլ կլինի։ Պարոն Ղուշյան, շնորհակալության կարիքը չկա, ինչի, որովհետեւ ես իմ պարտքն եմ տալիս հայ մշակույթին։ Այսօր եթե ես իմ սերունդը որոշակի հարթության վրա մեզանից ինչ-որ բան ենք ներկայացնում, դրա բաղկացուցիչ մասը կազմում է հայկական մշակույթը, թատրոնը, երաժշտությունը, մեր այն ազգայինը, որը որ մենք այսօր ունենք։ Ուստի ես իմ կրկնվում եմ, ես իմ պարտքն եմ տալիս նրա համար, որ այդ մշակույթով եւ ազգային մշակույթով մասնավորապես այսօր մենք ունենք այն ինչ որ ունենք։ Նայեք կոպիտ օրինակ է միգուցե, երբ ծնողը երեխային մեծացնում է, դաստիարակում է, հասցնում է մի մակարդակի եւ այդ երեխան ունի պոզիտիվ պարտավորություն ծնողին նայելու։ Այսօր ես եւս պոզիտիվ պարտավորություն եմ տեսնում իմ դուման ներդնելու, որպեսզի հայ մշակույթը, ազգային մշակույթը գոյատևի։ Շնորհակալություն ձեզ, պարոն Ղուշյան, որ ձեր Փակ TV-ի եթերում մեծ լուսաբանում եք տալիս։ Ավելի ես առաջարկ ունեմ ձեզ, հարգելի պարոն Ղուշյան, միգուցե քաղաքական ձեր ծրագրերը դուք նվազեցնեք եւ մշակութային այդ եթերները ավելի մեծացնեք։ Գիտեք, այսօր հանրայդ փաստ է, որ բավական է մի հատ հնչեղ մի հայտարարություն արվի իրանից ոչ մի բան չասող եւ միլիոններով մարդիկ կարող են լայքել, բայց բավական է դնես, ասենք, Վարան Փափազյանի, Խորեն Աբրամյանի այդ արվեստի հետ կապված որոշակի, ասենք, թատրոնի տեսքով, կինոյի տեսքով եւ ցավոք սրտի տեսնում ես, որ 10-100 անգամ լայքերը քչանում են։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ մշակույթ պետք է ձևավորել եւ պարտադիր պայման դիտել, որ առանց ազգային մշակույթի մենք կորցնում ենք մեր իրական դեմքը։ Համամիտ եմ ձեզ հետ, պարոն Բաղդասարյան, իհարկե մենք պատահական չէ, որ որոշել ենք այսուհետ ավելի մեծ տեղ հատկացնել մեր մշակութային ծրագրերին եւ մեր ունկնդիրները առաջիկայում դրանում կարող են համոզվել։ Սիրելի բարեկամներ, իհարկե քաղաքական թեմաներն էլ հետաքրքիր են, բայց մենք չպիտի մոռանանք երբեք մեր մշակույթը։ Պարոն Բաղդասարյան, դուք երբ ամեն անգամ գալիս եք մեր տաղավար, մեր ունկնդիրների ճնշող մեծամասնությունը փորձում է ձեզանից ստանալ վերջին ամենաթարմ տեղեկությունները դուք կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի դատավարությունից։ Այսօր այդ առումով ինչ կարող եք ասել։ Տեղեկացնեմ հանրությանը, որ Վարդան Ղուկասյանի գործը բաժանված է երկու մասի։ Վարդան Ղուկասյան եւ մյուսները քննվում է Հայաստանի Հանրապետության ներպետական դատանում, մի մասը նաեւ նախաքննության փուլում է։ Իսկ երկրորդ մասը, ինչպես գիտեք, Միացյալ Նահանգների դատանի տիրույթում է, այնտեղ քննվում է Վարդան Ղուկասյանի գործը եւ ընդհանրապես կարող եմ տեղեկացնել, որ Միացյալ Նահանգներում դատարանի վարույթում քննվող գործը հուլիսի սկզբներին հերթական դատական լսումներ են տեղի ունենալու։ Ուղղակի առիթը բաց չթողնելով ցանկանում եմ արձանագրել, որ Վարդան Ղուկասյանի եւ մյուսների վրա
մեղսագրված, այսպես ասած, մեղադրանքները սինեն, դրանց մի մասը արդեն իսկ գտնվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, բազմիցս եմ արձանագրել, չեմ ցանկանա նորից անդրադառնամ, որ այդ քրեական հարթության վրա, այսպես ասած, թողներվի հնարածին մեղադրանքները ապագա չունեն եւ մոտ ապագայում հանրությունը կտեղեկանա դրանց իրավական գնահատականին։ Հասկանալի է։ Գիտեք, ես մի այսպիսի հարցեր ունեմ։ Ինչ կարող եք ասել օրեր առաջ Սամվել Կարապետյանի ձերբակալման, այնուհետև կալանավորման այդ գործընթացի մասին, որքանով է այն, այսպես եթե կարելի ասել, իրավաչափ։ Նայեք, քրեական դատավարության ընթացքում չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, երբ հրապարակային հայտարարեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնել, մեղադրանք են առաջադրել, այստեղ պետական լիազոր մարմին ունի պոզիտիվ պարտավորություն ապացուցելու վերջինիս արձանագրած մեղքը, վերջինիս նկատմամբ հարուցված, այսպես ասած, մեղադրանքը։ Ես մի ուրիշ բանի եմ ուզում անդրադառնամ, նայեք, Պարոն Կարապետյանը իր հիմնական գործունեությունը, որքան ես տեղյակ եմ, իրականացնում է Ռուսաստանում, Ռուսաստանի Դաշնությունում։ Ես որպես իրավապաշտպան ցանկանում եմ արձանագրել, որ մոտ 1 տասնյակի մի փոքր ավել կամ պակաս վարույթներ եմ ունեցել Ռուսաստանի Դաշնությունում, մասնավորապես Մոսկվայում, Պետերբուրգում, Կրասնոդարում եւ այլն։ Եվ արձանագրում են որպես իրավապաշտպան, եթե մենք համատում ենք իրավական համակարգի որակը Հայաստանի, ինչու՞ չէ, Հայաստան, Վրաստան եւ համատում ենք Ռուսաստանի այդ իրավական համակարգի հետ, ուրեմն իմպերատիվ եմ արձանագրում, սարերի տարբերություն կա, Հայաստանը մի 10 եւ ավել անգամ ավելի բարձր որակի մեջ է գտնվում։ Ես դա հայտարարում եմ իրավապաշտպան, որ առիթ եմ ունեցել համագործակցելու իմ Ռուսաստանի գործընկերների հետ այնտեղ հարուցված վարույթների հետ կապված։ Եվ բավական է նաեւ նայեք, բավական է մի կարևոր հանգամանք էլ ասեմ։ Ուրեմն Ռուսաստանի իրավական համակարգը, դատական համակարգը, այսպես ասած, առերևույթ գոյություն ունի։ Որպես կանոն, դատական համակարգի ետևը խոսքս վերաբերում է հնչեղ գործերին, առավելևս տնտեսական հարթության վրա, տնտեսական գործերով, հա, նման դեպքում որպես կանոն դատանը գտնվում է, այսպես ասած, իրենց հատուկ ծառայության ՖՍԲ-ի ներբանի կոշիկի տակ։ Մի բան, որը այսօր մենք Հայաստանում կարող ենք ասել, միայն բացառիկ որոշ գործերով, այն էլ քաղաքականացված գործերով։ Ես ամենայն պատասխանությամբ հայտարարում եմ տնտեսական հարթության վրա, տնտեսական վեճեր, կորպորատիվ վեճեր եւ այլն, մեր մոտ դատարանները մի 10 անգամ ավելի անկախ են։ Եվ մի կարևոր հանգամանք, պարոն Ղուշյան, ես ցանկանում եմ արձանագրեմ, մամուլին հետևելով ես տեսա, բավական է Ռուսաստանում գործարարը կամ շարքային քաղաքացին իշխանության անվանի փոքր խմբակ եւ անմիջապես դրանից հետո վստահեցնում եմ կսնանկացնեն այդ մարդուն կամ երկարաժամկետ կուղարկեն ազատազրկման։ Նման պրակտիկա մենք տեսել ենք Ռուսաստանում եւ պարոն Կարապետյանի այդ խոսույթը, որ փոքր խմբակ անվանեց իշխանության, անկախ նրանից դու սիրում ես այդ իշխանությանը, չես սիրում այդ իշխանությունը անօրինական գործառույթներ է իրականացել, թե չի իրականացել, ես կարծում եմ դրա իրավական հետևանքի կրողը տվյալ դեպքում արդեն պետք է լինի տվյալ անձը։ Ամփոփելով միտքս, այո, Հայաստանում կան նեգատիվ բավականին գործառույթներ պետական լիազոր մարմինների կողմից, որ մենք իրավապաշտպաններս նաև ինչու՞ չէ քաղաքական գործիչները մենք քննադատում ենք յուրաքանչյուրը իր ոլորտում իրավական թե քաղաքական, բայց կա կարծում եմ մի սահման,
որից այն կողմ չի կարելի անցնել, մասնավորապես ատելության խոսույթը, մասնավորապես այդ կարգի վիրավորական խոսույթը։ Ինչևից է հարուցված է նախաձեռնված է քրեական վարույթ պարոն Կարապետյանի պաշտպանական խումբ եւ այսօր պետական լիազոր մարմին ունի պոզիտիվ պարտավորություն, քանի որ դա բավականին հնչեղացված գործ էր, որ այս process-ի ընթացքում չապացուցված մեղավորությունը հավասարազոր է լինելու ապացուցված անմեղությանը պարոն Կարապետյանի հետ կապված։ Պարոն Բաղդասարյան, դուք էլ հավանաբար նկատել եք, որ վերջին շրջանում իշխանությունները շատ այսպես կոշտ են արձագանքում ցանկացած այն երևույթի, ինչը կարող է դեմ լինել իշխանությանը։ Էլ չեմ խոսում, որ դուք համենայնիվ տեղյակ եք Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն էլ մեղադրվեց ահաբեկչության մեջ եւ նույնպես ձերբակալվեց, կալանավորվեց։ Հիմա էլ ասում են դիմակավոր մարդիկ աշխատում են Գյումրի առաջնորդարանում, մի խոսքով սա ինչ է, ձեր իրավական դիրքորոշումն է հետաքրքիր, դուք գտնում եք սա հերթական շոուն է։ Ես գտնում եմ հետևյալը, որ ցավոք սրտի տասնյակ տարիներ նաև հիմա անմեղության կանխավարկածի տոտալ խախտում է տեղի ունենում։ Դա ես նաև կարող եմ ասել պարոն Կարապետյանի մասով, նաև կարող եմ ասել այս գործի շրջանակում։ Անմեղության կանխավարկածին քիչ հետո ավելի մանրամասն ես կանդրադառնամ, բայց բանի այն ինչ որ հայտարարվեց հրապարակային, մասնավորապես ահաբեկչություն եւ այլն, գիտեք նման դեպքում որպես իրավաբան եմ ցանկանում արձանագրել, ըստ էության այստեղ առերևույթ կար ողջամիտ, այսպես ասած, կասկածը։ Եվ ողջամիտ կասկածի դեպքում հիմքերը կային, կարծում եմ, ես նկատի ունեմ հրապարակային, որ նայել եմ, գործից բացարձակ անտեղյակ եմ, բայց ըստ հայտարարության լիազոր մարմինների, քննչական կոմիտեի եւ այլն, երևում է ողջամիտ կասկածի եւ այո, իրավամբ պետքա նախաձեռնվեր քրեական վարույթ, մեղադրանք առաջադրվեր եւ դրանից հետո արդեն ըստ էության ապացուցողական շեմը ավելի բարձր պետք է դրվի եւ պաշտպանական կողմը, ինչ չէ մեղադրանքի կողմը, քանի որ սա հնչեղություն ստացած գործ էր, նաեւ հրապարակային պետք է հանրությանը տեղեկացնեն։ Այսինքն այն կարծիքը, որ ասվում է, որ անօրինական է նախաձեռնվել քրեական վարույթ անօրինական է նախաձեռնված, ըստ հաղորդագրության ողջամիտ կասկածը առկա էր եւ ուներ պարտականություն լիազոր մարմինը մեղադրանք առաջադրելու։ Ինչ վերաբերում է ծայրահեղ միջոց խափանում կալանքը, որ արվեց, դրա մասին կարծում եմ վերջինիս փաստաբանները պետքա բարձրաձայնեն, որովհետեւ ըստ էության տեղյակ չեմ ես գործի այսպես ասած գործի հանգամանքներից եւ վերջիներս պետքա կարծում եմ փորձեն ներկայացնեն, եթե գտնում են որ ծայրահեղ միջոց կալանքը անթույլատրել էր, ներկայացնեն իրենց փաստերը, մասնավորապես Սրբազանի մյուսների հետ կապված, այսպես ասած, որ հիմքերը կալանքի բացակայել են, մասնավորապես նոր անձնագործություն կատարելը, մասնավորապես թաքնվելը կամ խոչընդոտելը։ Ես ցանկանում եմ խոսել անմեղության կանխավարկածից, կրկնվում եմ, բայց եւ Սրբազանի գործով, եւ պարոն Կարապետյանի գործով, եւ բազմաթիվ իշքան հնչեղ գործեր դուք գիտեք, անմեղության կանխավարկածը խախտվում է պետական մարմինների կողմից։ Եվ ես ցանկանում եմ որոշակի իրավական դրույթներ ներկայացնել հանրությանը, ինչ նաև պետական պաշտոնյաների համար որպեսզի գիտություն։ Նայեք, անմեղության կանխավարկածը քրեական դատավարության հիմնարար սկզբունք է, որը նշանակում է, որ յուրաքանչյուր մարդ համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած դատավճիռով։ Սա հենց այնպես իրավանորմ չի։ Այս իրավանորմը պաշտպանվում է մեր հիմնական օրենքով, մասնավորապես
66 հոդվածն է, քրեական դատավարության օրենսգրքով 18 հոդվածն է եւ ամենակարևորը գլխավորը մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան է դա պարտադիր դիտում 6-րդ հոդվածի 2-րդ մասն է մասնավորապես դա եւ մեղադրանքի ապացուցման ամբողջ բեռը տվյալ դեպքում դրվում է մեղադրողի վրա, իսկ անձը պարտավոր չի ապացուցել իր անմեղությունը։ Մեր մոտ ցավոք սրտի հակառակն է լինում։ Ելնում են հրապարակային հայտարարում են, հետո ստիպած այդ անձը փորձում է ապացուցի, կներեք, որ ինքը ուղղ չի։ Դա անթույլատրելի է։ Անմեղության կանխավարկածի խախտումը կարող է հիմք հանդիսանալ ոչ միայն դատավարական իրավախախտումների համար, այլև քաղաքացիական փոխհատուցման պահանջի։ Բազմաթիվ նախադեպեր ունի մարդու իրավունքների եվրոպական դատարանը եւ այսօրվա մեր հանրությունը, մասնավորապես նաեւ իշխանությունը, այն պարտավոր է դա իգիտություն ընդունի։ Չի կարելի, դա կպնում ես դու ըստ էության անձի արժանապատվությանը, որը բնական իրավունքի նորմա։ Ասել ես որն է, որ այո, երկրում կարող են տեղի ունենալ տարբեր իրադարձություններ, այո, կարող են տեղի ունենալ առերուտ հանցագործություններ, քանի դատական ակտ օրինական ուժի մեջ չի մտել դատավճիռը, ոչ մեկ իրավունք չունի իր խոսույթում մեղադրանքի տարեր պարունակող գործառույթներ իրականացնել։ Պարոն Բաղդասարյան, մեր հանրության ներկայացուցիչները, հատկապես Երևան քաղաքում, դժգոհում են, որ անտանելի է դարձել երթևեկությունը, մեքենաների թիվը զգալիորեն ավելացել է, այլևս մեքենա է շարում, հանկարծ կարող են հայտնվել այդ ինքնագնավորները, հեծանիրները, էլ չեմ խոսում մոտոցիկլների մասին, մոտոցիկլոտավարների, որոնք նույնպես բարդ իրավիճակ են ստեղծում։ Ասացեք, ինչ երգեր եք տեսնում։ Բավական ակտուալ թեմա է առավելևս Երևանի համար։ Երևանը չունի այնպիսի ճանապարհներ, մասնավորապես հեծանիվային, այսպես ասած դարոշկաներ կամ այդ ինքնագլոր, այդ սամակատ կոչվող այդ ինքնագլորների ճանապարհներ ավելին շատ հաճախ երթևեկելիս տեսնում ես, որ այդ ինքնագլորի վրա կանգնած անչափած եւ ուղղակի երթևեկումը մեքենաների հետ հավասար։ Դա անթույլատրելի է եւ այսօր քաղաքային իշխանությունն առաջնահերթ խնդիրներից մեկն է, դե հասկանալի է, որ այս պայն նման ճանապարհների սարքելը դա կապված է միգուցե ֆինանսի կամ ժամանակի հետ, բայց ուղղակի ունի պարտականություն ոստիկանության հետ միասին, ուղղակի արգել են փողոցի բանոկ մասերում, փողոցներում ինքնագլորների երթևեկությունը։ Ավելին ասեմ, մի քանի օր առաջ գիշերը երբ լուսավորված չէր փողոցը, հազիվ նշմարեցի, որ իմ դիմացից ցանկանում է հատել ճանապարհը, այսպես ասած, մի հատ երեխա իր ինքնագլորով։ Այստեղ բավականին մեծ խնդիր կա եւ աշխատանք կա, որպեսզի իրականացվի քաղաքային իշխանության եւ ոստիկանության կողմից։ Դա իրոք ակտուալ խնդիր է եւ չգա հասնի այն պահը, երբ դրանք շատանան եւ իրավապաշտպանները փորձեն արդեն մեղավորությունը գտնեն ոչ թե վարորդ ինքնագլոր քշողի միջև, այլ մեղավորությունը մենք փորձենք գտնենք քաղաքային իշխանության անգործության միջև։ Պարոն Բաղդասարյան, եւ վերջում մի հարց, որը կարծում եմ շատերին է հուզում, տեսեք, մենք հնարավորություն կունենանք ամառային արձակուրդներից հետո աշնանը արդեն Փակ TV եթերում ունենալ իրավական հաղորդումներ։ Հիշում եք, մենք ժամանակին ձեզ հետ շատ ակտիվ այդպիսի հաղորդումներ էինք անում, շաբաթը մեկ անգամ մեզ մոտ նման հաղորդումների օրեր։ Այդ լավ ավանդույթը կարող ենք վերականգնել։ Պարոն Ղուշյան, ասով իհարկե եւ իրավական հաղորդումները կարելի է զարգ տալ, մշակութայինը դե ձեր դուք արդեն այսպես ասած ձեր խավորությամբ այդ մշակութայինն է գնում, այո, ինչու՞ չէ, ասով ամեն ինչ հնարավոր է կատարել։ Վերջում ես ցանկանում եմ ամփոփ երկու խոսք ասել, պարոն Ղուշյան, ապրում ենք այսօր մենք մի ժամանակաշրջանում, բավականին անհանգիստ ժամանակաշրջանում, առավել եւս գլոբալ աշխարհաքաղաքական տիրույթում
ես ցանկանում եմ արձանագրել, որ իրավունքը գնաց երկրորդ պլան ընկավ եւ բացառապես ուժը առանց իրավունքի ուժերը նա այսօր կարծես թե ճիշտ է, ես գլոբալ աշխարհակաղական բանով եմ ասում, մենք հայերս Հայաստանի Հանրապետությունը կարծում եմ ավելի ուշադիր պետք է լինենք յուրաքանչյուրս մեր գործում, մեր դերում եւ բազմից եմ կրկնել եւ ցանկանում եմ նորից արձանագրել, կարևորում եմ դա որպես իրավապաշտպան, Հայաստանին անհրաժեշտ է օրենքի դիկտատուրա եւ նոր սահմանադրություն։ Օրենքի դիկտատուրայի հետ կապված թողների ես տեսնում եմ, որ Հայաստանում այսօր լիքը խնդիրներ կա ինքնամաքրվելու, նոր հարթության վրա աշխատելու եւ թողներվի միգուցե կարծիքը սուբյեկտիվ է, բացառապես Վարդան Ղուկասյանին դոկին եմ տեսնում այն սանիտարական աշխատանքը, թող հանրությունը ճիշտ հասկանա, այն սանիտարական աշխատանքը, որը բացառապես լավագույն որակով կարա իրականացնի Վարդան Ղուկասյանը։ Սահմանադրության հետ կապված ես շատ կարևորում եմ այն գործող սահմանադրությունը, որ մենք ունենք, հարգելի հանրություն, դա գրվեց նախկին իշխանության օրոք, նախկին իշխանության համար։ Դա բացառապես գրվեց նրա համար, որպեսզի իշխանությունը կարողանա վերարտադրվի, սահմանադրության բնույթը այդպես է գրած։ Եվ ցավոք սրտի այսօրվա իշխանության քինքին հարի եղավ այդ սահմանադրությունը եւ չի ցանկանում գոնե մինչեւ էսպա չի ցանկանում փոխվի։ Գիտեք, սահմանադրությունը հիմնական օրենքը ինչ է իրանից ենթադրում։ Դա սահման է, որ դնում է իշխանության առաջ, որպեսզի չզանցեն։ Ցավոք այսօրվա գործող սահմանադրությունը սահման է դրած ժողովրդի առաջ եւ անսահման հնարավորություն է տալիս իր տարբեր այդ հոդվածներով։ Բավական է, բացեք ընտրական մեխանիզմը, նայեք, տեսեք թե ինչ է իրանից ենթադրում ընտրական օրենսգրքի հետ միասին։ Դա բացառապես հնարավորություն է տալի տվյալ իշխանությանը վերարտադրվելու օրենքով սահմանված կարգով արդեն, ցավոք սրտի։ Ես նաև չեմ զլանա եւ գովաստող չթվա, այստեղ անհրաժեշտ է, որպեսզի ուսումնասիրեն Պարոն Հայրիկյանի սահմանադրությունը, որ 170 աշճան հակառակը սահման է դնում իշխանության առաջ եւ ասում է, հենց անցար գնալուց բանանես, ենթարկվեց պատասխանատվության։ Ամփոփելով միտքս, ես ընդհանրապես ցանկանում եմ ասել հետեւյալը. Նախ հարկավոր է իմանալ, որ տիրակալից մինչև բռնակալ սահմանը չկա։ Եվ եթե ներպետական օրենսդրությունը չի նախատեսում այնպիսի գործառույթներ մեր հիմնական օրենքը, որ այդ սահմանը կարողանա դնի, ցանկացած անձ կարա տիրակալից դառնա բռնակալ, ինչը որ անթույլատրելի է։ Եվ եթե մենք չկարողանանք ճիշտ գնահատենք մենք այսօրվա վիճակը, մենք ունենալու ենք իրավական հարցության վրա, ունենալու ենք կործանարար, ունենալու ենք մի այնպիսի վիճակ, բխող բոլոր կործանարար հետևանքներ։ Փորձեցի ավելի մեղմ ասեմ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Բաղդասարյան, որ ընդունեցիք մեր հրավերը եւ այս հետաքրքիր զրույցի համար էլ իհարկե։ Հուսով եմ նման երկխոսությունները ձեզ հետ մենք առաջիկայում էլ կշարունակենք։ Ես պարզապես մեր ունկնդիրներին հիշեցնեմ, որ այսօր մեր տաղավարում հյուրընկալել էինք մեր ճանաչված հանրահայտ փաստաբաններից մեկին, իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանին, ով միշտ հաճույքով ընդունում է մեր հրավերը եւ հաճույքով պատասխանում հեռուստադիտողներին հուզող ամենատարբեր հարցերին։ Այսօր այսքանը, սիրելի բարեկամներ, դուք էլ մնացեք լավատես։ Ցտեսություն։